Ողջույն, ծովահայերն է եթերում։ Ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, հյուրընկալել ենք աստվածաբան հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Այսօր խոսելու ենք հայկական լեռնաշխարհի ջրի մոգական հատկություններից եւ թե ինչպիսի դրսևորումներ է ունենում մեր էպոսում։ Պարոն Կիրակոսյան, սկսենք ծովինարից։ Ով հղիանում է հայկական լեռնաշխարհի Վանա լճից դուրս եկած կաթնաղբյուրի ջրից։ Նախ նշեմ, որ ծովինարի անունը ինքը երկու տիպի ջրերի խորհուրդ է պարունակում, ընդհանրապես ծովինար հայկական այդ գեղեցիկ անվանումը մի դեպքում դա երկրային ջրերն են, ծով, եւ մենք նար ասում ենք երկնային ջրերին, անձրևի ջրերին կամ երկնային ծագում ունեցող ջրերին ընդհանրապես, որտեղից էլ ունենք նուրի հնագույն այդ դիցը, պաշտամունքային կերպարը, որը որ երկնային ջրերի խորհրդանիշն է։ Եվ ծովինարի հղիացումը բոռ ու կես ջրից, որից ծնվեցին հրեղեն որդիներ, Սանասար ու Բաղդասարը, քիչ անց կասեմ ինչու հրեղեն եւ ինչպես, իհարկե կուսական հղիության մասին է խոսքը եւ մեր ջրերի կենսատու լինելու, կենսատու ինչ է նշանակում, կյանք պարգևող։ Այստեղ մենք ունենք կյանք պարգևելու ամենաբարձր աստիճանը, ջուր, որը կարող է նոր ծնունդ տալ եւ ջուր, որը որ կյանք է պարգևում։ Վանա լճի պարագայում մի փոքր վերապահում անենք, որովհետեւ պատումներ կան, որտեղ կաթնաղբյուրը առավելապես առասպելական ջուր է, ծով կամ լիճ, բայց Վանի մասին այո հիշատակություններ կան, նաեւ մի տեղ ունենք, որտեղ Դավիթը հանդիպում է մի ծերունու, որը ասում է ինչքան ժամանակ է այստեղ էս պապի, ասում է ես որ այստեղ էի Վանա լիճը դեռ, Վանաձորը դեռ չկար, գոյություն չուներ։ Դա 17000 տարի առաջ։ Ըստ միջազգային երկրաբանների խմբի, ովքեր փորձել էին գտնել Վանա լճի երկրաբանական տարիքը եւ 20000 տարվա սանդղակն էին կազմել, որից մոտավորապես մեր թվագրությունից 17000 տարի առաջ 500 մետրով ցածր է եղել, գրեթե չի եղել Վանա լիճը։ Արդեն մեր թվագրություն մի 15000 տարի առաջ նոր սկսել է լցվել ու բավականին արագ լցվելով բարձրացել։ Այսինքն մեր էպոսը նաեւ 15000 տարվա արմատներ ունի հայկական լեռնաշխարհի, եթե Հալիվորը ով ապրել է այդտեղ պատմում է, որ Վանա լիճը դեռ չի եղել։ Կարող ենք ասել, որ Հալիվորը այդքան հասակ ունի, այսինքն այդքան վաղնջական շրջանից եկածող կերպար է եւ հայտնվել է նաեւ մեր էպոսում, իսկ էպոսի տարիքը որոշելը իհարկե իր շերտերով է որոշվում, գուցե եւ լինի այդքան, բայց ոչ այն տեսքով ինչ որ հիմա մենք ունենք, որտեղ հետագայում նոր շերտեր են ավելանում։ Գուցե երիտասարդ լինի մի փոքր կամ ավելի վաղ տարիքի, անհիշելի ժամանակներից, ընդհանրապես հնագույն էպոսների մասին ժամանակագրությունը պետք է դրվի այդպես, որտեղ դա բանահյուսական ժառանգություն է։ Ինչևէ, բայց մենք տեսնում ենք, որ ջուրը մեր հերոսների կյանքում, նույն ծովինարից ուրեմն ծնունդ առած հերոսների կյանքում, Սանասարի ու Բաղդասարի որոշիչ նշանակություն է ունենում։ Ես մի դեպք ասեմ, հետո զրույցի ընթացքում մյուսներին էլ գուցե անդրադառնանք։ Երբ որ Սանասարն ու Բաղդասարը գալիս են եւ ուզում են իրենց տունը կառուցեն, տեսնում են, որ մի առու գալիս է գետը ճեղքում անցնում է եւ եղբորն ասում է, եթե մարդը գտնի այս առվի ակունքը եւ այդտեղ տուն կառուցի, զավակներն էլ խմեն այդ ջրից, ազնանց որդի կլինեն։ Այսինքն այդ առվի հատկանիշները կունենան։ Իմիջիայլոց դա հրաշալի ուղերձ է մեր ազգի համար, հայ ազգի համար, որովհետև մենք թվապես քիչ ենք, բայց գետեր ճեղքելու համար պիտի այդ նշված առվի զորություն ունենանք։ Դա ազգային խորհրդանիշ է։ Եվ էլի ջուրը, որը որ շատ կարևոր տարերք է թե մեր ցուցազնավեպում, տիեզերավեպում, թե նաև հեքիաթներում, բոլոր ժողովրդական հեքիաթներում ջուրը առկա է եւ որպես առու եւ որպես գետ, լիճ, ծով եւ շատ ավելի մեծ հասկացություն։ Իսկ միգուցե շատ անգամ ավանդազրույցները, էպոսները պատմվում են որպես հեքիաթ, որպես ավանդազրույց, բայց անցնելով ժամանակ գիտությունը զարգանալով եւ առաջ գնալով դա գիտականորեն ապացուցում է։ Այո։ Հետո միգուցե մի 50 տարի հետո գիտականորեն ապացուցվի, միգուցե գտնվի նաեւ այդ
թրի նման գետը ճեղքով անցնող առուն, որ հենց այս առվի մասին է եղել խոսքը, որը ունի այսպիսի նմանատիպ հատկություններ, արդյոք նշվում է թե որ կողմերում է եղել այդ գետը եւ այդ կտրող անցնող առուն։ Դե քանի որ հակառակ կետից գանք, հետո այդտեղ հիմնում են Սասունը եւ Սասնաբերդը, ամրոցը, ակնհայտ է որ այդտեղ է գտնվել առուն, որտեղ որ առվի սկիզբ առուն որտեղից որ սկիզբ էր առնում, այդտեղ դնում են իրենց ամրոցի քաղաքի հիմքերը։ Այսինքն կոնկրետ այս պարագայում առուն պետք է փնտրել Սասունի տարածաշրջանում եւ որտեղ որ ամրոցի հետքեր կան, նման շրջան կա, իսկ հայտնի որ կան այդ մասերում։ Միայն մի խնդիր կա, սովորաբար հայերը որտեղից դուրս են գալիս, առուները չորանում են եւ երբ որ հայերը վերադառնում են, առուները նորից սկսում են քչփչալ։ Դա անբացատրելի մի երևույթ է, բայց մենք գիտենք, որ այո, Արևմտյան Հայաստանից հայերի դուրս գալուց հետո հարյուրավոր եւ հազարավոր առուներ ուղակի չորացել են։ Երբ որ դրանք հազարամյակներ շարունակ ուղեկցել են մեր ժողովրդի համար եղել են հստակ անուն նշանակություն ունեցող անգամ բուժիչ ակունքներ եւ առուներ, հայերի դուրս գալուց հետո լինի Մուշում, լինի Վանում, լինի Սասունում եւ Երզնկայում, բոլոր այդ առուները ճնշող մեծամասնությունը ուղակի չորացել են, դադարել են այդ առուները բխել։ Բայց Անահիտի 40 աղբյուրները դեռ բխում են։ Այո, որոշները բխում են, բայց շատ կենարար ակունքներ ուղակի չեն բխում եւ այդտեղ որևէ արհեստական միջամտություն չկա, չեն եկել քանդել, չեն եկել փակել, իրենք ուղակի չորացել են։ Մի փոքր շեղվենք մեր զրույցի ընդհանուր թեմայից, բայց էլի շրջանակներում, երբ Անահիտի 40 աղբյուրների մոտ էի գնացել Երզնկայում, այնտեղ ինչն էր հետաքրքիր։ Այդ ակունքներին գրեթե մոտ քրդերը, տեղաբնակները ոտքերով չէին գնում, հանում են իրենց ոտքերը եւ հենց որ մոտեցա ակունքներին, տեսա որ ակունքների մոտ քրդերը մոմեր էին վառել։ Ու զարմացա, հետո իրենք պատմեցին, որ այստեղ հայկական սրբավայր է եղել եւ սրանք սուրբ աղբյուրներ են։ Սրանց ջրից ով խմի, այս աղբյուրների ջրից ով խմի, 1001 հիվանդություն կբուժվի։ Այո, քրդերը որքան էլ տարակարծիք լինենք քրդերի էթնիկ կերտվածքի հաշվով կամ մեր եւ իրենց պատմական առնչությունների աննախադեպ էպոսային ընդհանրություններ ունեն մեր էպոսի հետ, քրդական էպոսը, եւ քրդերի մոտ խիստ կարեւոր գործող կերպար է քրդական էպոսում Սասունցի Դավիթը։ Սա մենք շատ բաներ կա, որ չգիտենք, մոռացվել է եւ այլն, բայց այդ ամենը պահպանված է մեզ հասել է։ Հիմա եթե վերադառնանք աղբյուրներին, ես պիտի նշեմ, որ թյուր կարծիք կա, հատկապես հայ ուսումնասիրողների շրջանում, որոշ մտավորականների, որ մեր արարչագրի, մեր տիեզերավեպի հերոսները իրենք ջրածին են եւ իրենց բնույթը ջրային է։ Այդպես չէ, եւ թեպետ ծնունդ են առնում տիեզերական այդ աղբյուրից, մեր հերոսների բնույթը հրեղեն է։ Դրա վառ արտահայտումը թուր կեցակին է, որը հրեղեն զենք է։ Իդեպ թուր կեցակին էլ է ջրից էլի դուրս գալիս։ Այո։ Քուրկիկ ջալալին էլ հրեղեն էլի ջրից։ Այսինքն մեր ջուրը հուր է ծնում։ Մեր ջուրը միակ տարերքն է, ջուրը ընդհանրապես, մերը հատկապես, որը կարողանում է հուր տարերքի ներկայացուցիչներին եւ իրենց սրբազան իրերը կամ կենդանիներին պահ առնել իր մեջ։ Դրա մնացորդը եւ դրսևորում բրիտների մոտ Արթուր արքայի թուրը, որը էլի, այո, հրեղեն թուր էր, ոչ պատահական ցակումով, մեզ հայտնի հավլունի մետաղից պատրաստված եւ էլի ջուրն էր պահ առնում։ Որևէ այլ տիրույթ չի կարող իր մեջ կրել այդ զորությունը, որպեսզի ոչ ինքը վնասվի, ոչ էլ վնասի այն, ինչ կրում է։ Ներողություն, եւ մենք տեսնում ենք, որ հուրը եւ կրակը դրանք տարբեր հասկացություններ են։ Ուրեմն կան 4 մեզ հայտնի տարերքները՝ օդ, ջուր, հող, կրակ եւ գոյությունի հուր տարերքը, որը արևելքում նաեւ անվանում են եթեր։ Դա այն տարերքն է, որը տիեզերքում բանական գիծ ունի, այսինքն բանական տարերք է, մտածող, գիտակցող եւ որից սարքված իրերը իհարկե զորություն ունեն մնացած 4 տարերքների վրա, կարող են ճեղքել, հաղթել
Եվ սանասարը իդեպ մտնում է կաթնաղբյուրը։ Էդ էլ է շատ հետաքրքիր դրվագ։ Սկսենք դրվագը հենց մանրամասը պատմելուց, հետո նոր վերլուծել։ Դե դրվագը այսպես է, որ գալիս հասնում են մի ծովի եւ այդ ծովի մոտ սանասարը, Բաղդասարը բավական անիլանելի վիճակում են լինում, տարբեր պատումներում իհարկե տարբեր են, բայց սանասարն ասում է ես ինձ նետեմ ջուրը, ծովի մեջ նետեմ, Բաղդասարը վախենում է եւ սանասարը մտնում է ծովը բացվում է իր առաջ, շատ արխայիկ հիշոտակություն է սա, եւ իջնում է ծովի մեջ ու ծովի տակ արդեն ջրի տակ քնում է, հետո երաս կամ տեսիլք է գալիս կամ ձայներ է լսում, որոնք իրեն ուղղորդում են ծովի տակ գտնվող մի դեպքում ամրոց, մի դեպքում եկեղեցի, ամեն դեպքում խոսքը գնում է հին հոգևոր կառույցի մասին, ավելի տեղին է տաճար բառը օգտագործենք, որի ներսում եւ տեղեկատվություն է տրվում ինչ պետք է անի եւ ինչպես, եւ տրվում է Քուրքիկ Ջալալին եւ Թուրք Էզակին, այսինքն ծագումը այս երկուսի որ առաջին անգամ տրվում է սանասարին, էլի պահ է տրված կաթնաղբյուրում։ Կաթնաղբյուր բառը չի նշանակում, պարտադիր չէ, միայն մակերեսային ընկալման դեպքում է նշանակում, որ դա սպիտակ ջուր է կամ կաթի հետ կապ ունի։ Կաթնաղբյուր ուրեմն նշանակում է նաև շատ կարևոր իմաստ ունի հետևյալը, որ որպես կաթ, որը զորացնում է մանուկին եւ նրա առաջին սնունդն է, կաթնաղբյուրը օժտված է մայրական կաթի զորությամբ։ Այո, մայրական կաթի բնույթ ունի եւ այդ զորությամբ է օժտված։ Սա է պատճառը, որ երբ որ սանասարը դուրս է գալիս ծովից արդեն կաթնաղբյուրից, Բաղդասարի համար դառնում է լրիվ անճանաչելի։ Եվ որովհետեւ ասում է դարձավ քանց ցուցազուն էր, դարձավ ավելի աժդահա, ավելի զորնդեղ մարդ եւ ֆիզիկապես եւ հոգեղեն առումով եւ հոգեվոր եւ այդ կաթնաղբյուրից դուրս եկած եղբորը չի ճանաչում, անճանաչելի փոխվել է սանասարը։ Դա այն ուժն է, այն բուժող, կազդուրող, առողջացնող, զորացնող ուժը, որ ունի մայրական կաթը։ Ահա այդքան կարևորվել են հայկական լեռնաշխարհում որոշ աղբյուրներ, որոշ լճեր, որոշ ծովեր կամ բոլորը յուրովի եւ մենք դա տեսնում ենք նաեւ Դավիթի պարագայում, ով աղբյուրի ավազանի մոտ քնում է եւ էլի պատահում է քնում է, մտնում է ավազանը, կրկին այնքան է զորեղանում, որ 40 ֆուտ բամբակ էր դրել գլխարկի մեջ հոր, որպեսզի գլխից չընկնի։ Արթնանալուց հետո արդեն գլխարկը սեղմում է, բամբակը հանում է, բայց գլխարկը փոքր է, սեղմում է, ինքը այդքան զորեղացել է, ուժեղացել։ Նաև ասեմ, որ հեքիաթներում ունենք այդպիսի եզրեր, բայց մինչ հեքիաթներին անդրադառնալը կուզենամ նշել ի վերջո ինչ է նշանակում ջուրը եւ ծովը իր ուղիղ իմաստից զատ այլաբանական իմաստով։ Հեքիաթներում եւ էպոսներում հիշատակվող ջուրը իր բոլոր դրսևորումներով, այսինքն մեկ գավաթ ամահական ջրից սկսած մինչև առու, գետ, լիճ, ծով, օվկիանոս, խորհրդանշում է տիեզերական տեղեկատվությունը, ինֆորմացիան, եւ դա է պատճառը, որ դրանց մեջ կամ դրանց կողք քնելու ժամանակ հերոսը ստանում է ոչ սովորական տեղեկություն, ոչ սովորական փորձառություն։ Այսինքն ջրի եւ երազի կապը նման ձևով է կապվում, որովհետեւ տարբեր դրվագներում եւ հեքիաթների եւ էպոսի ասվում է, որ գնաց քնեց ջրի մեջ երազ տեսավ։ Այո։ Ուզում եմ հասկանալ ջուրն ու երազը ինչ կապ ունեն միմյանց հետ եւ ինչպես են զուգորդվում, ինչպես են նոր ինչ-որ բան ստեղծում։ Այո, նախ բոլորս գիտենք ժողովրդական այդ խոսքերը ասում են երազը ջրին պատմիր, հոսող ջրին կամ գետին արվին, եւ թեպետ հազարամյակներով մեզ այս իմաստությունը փոխանցվել է հեքիաթով, էպոսով, ձեր նշածի պես գիտությունը միայն նոր հաստատում է, որ ջուրը ինչ-որ հատկանիշներ ունի, այդ թվում նաեւ հիշողություն։ Դա է պատճառը, որ օժնված կամ աղոթք լսած կամ բարի խոսք լսած ջուրը իրապես կարող է բուժող զորություն ունենալ եւ անեծք լսած, չար խոսք լսած ջուրը կարող է թունավորել մարդուն կամ օրգանիզմին վնասել։ Այսինքն դա որևէ դատաբժշկական փորձաքննություն չի կարող բացահայտել, բայց եթե մարդ մի ջուր թունավորի չար խոսքերով եւ հրամցնի մեկին, որ խմի,
Հավատացնում եմ ձեզ, այդ մարդը լուրջ խնդիրներ կունենա, ֆիզիկական, առնվազն ֆիզիկական, իսկ որ ավելի վտանգավոր է հոգեկան կամ ոգեղենության խնդիրներ։ Ջուրը ինքը տեղեկատվության կրող է։ Մեր օրիագիտությունը դա ապացուցում է ամեն օր արդեն։ Իսկ հեքիաթները փաստում են, որ ներողությունը լողավազան չէ, դա ավազան է, հեքիաթների հրաշալի մեր բարբառային լեզվով դա հավուզն է, հավուզի մոտ քնողը, հավուզի ջրից խմողը եւ հավուզի մեջ քնողը ստանում է այդ ինֆորմացիան, այդ տեղեկատվությունը։ Մի փորձառության շրջանակում ես ինքս քնել եմ ջրի մեջ ընկղմված ամբողջությամբ, բնականաբար մեզ պետք է շնչելու գործիք, որպեսզի թթվածին ջրի մեջ ընկղմված, այսինքն ամբողջությամբ ջրի մեջ։ Դա ծով էր, առու էր, դա համապատասխան ավազան էր, որտեղ շնչելու հարմարանքի հարցը եթե լուծենք, յուրաքանչյուրս կարող ենք սկսած տնային մի քիչ նեղ պայմաններից վերջացրած որևէ գետում կամ ավազանի մեջ այդ փորձառությունն ունենալ, բայց պետք է քնել, ոչ թե ուղղակի պարկել։ Բայց այդ շատ վտանգավոր է, եթե շատ վտանգավոր։ ռադիո լսողը լսի ու ես դրա համար նշեցի, որ դա համապատասխան փորձառություն էր, խորհուրդ չեմ տալիս, հատկապես որ ամբողջ հոգեվիճակը փոխվում է ջրի մեջ քնած ժամանակ։ Միայն մեկ դիտարկում անեմ, որ մեր մարմնի քաշը այլ է անկողնու վրա, այլ է ցամաքում քնած ժամանակ եւ քաշը մարմնի փոխվում է ջրի մեջ։ Դառնում է 0։ Մեր մարմնի քաշը ջրում 0 է։ Փոփոխություն է, այո։ Իսկ այդ պարագայում մեր մյուս բնույթը շատ ավելի ազատ է ճամփորդելու, գործելու համար։ Որքան էլ որ ասածս հիմա գայթակղիչ թվա, ես էլ խնդրում եմ առանց համապատասխան ուղղորդման կամ փորձառության չկրկնել այս հնարքը կամ փորձառությունը, իհարկե շնչելու պարագայում խեղդվելու վտանգ չկա, բայց ով իմանա։ Դա հոգեբանորեն եւս բավական լուրջ փորձառություն է։ Ահա մենք ունենք, իդեպ նշեմ, որ Լեոնարդո դա Վինչին մեծագույն ուսումնասիրողներից էր ջրի տակ սուզվելու արվեստի, ջրասուզակների, հեղինակ, գյուտերի եւ այլն, բայց Լեոնարդո դա Վինչի խոշոր ուսումնասիրողը ջրային ուսումնասիրությունների ազգությամբ հայ, մեր պատվավոր հայրենակից Օրբելի եղբայրներից Ռուբեն Օրբելին։ Եվ այս առումով ակնհայտ է դառնում, իսկ Լեոնարդո դա Վինչին էլ շատ հնագույն տրադիցիայից, ավանդույթներից էր սնվում, որ մարդը որոշակի փակ օղակներում կարողանում էր ջրի տակ սուզվել շատ ավելի վաղ ժամանակներից, քան հիմա մեր օրերում է։ Էլի ունենք հիշատակություն, օրինակ անգին քարը պահում է վիշապը ծովի տակ, եւ հերոսը տիկ է նկարագրվում, կենթանական մաշկով տիկ, որը որ դա շատ հին հիշատակություն է, իջնում են ջրի տակ եւ վիշապի մոտից բերում են անգին քարը։ Հեքիաթի մեջ կենթանական մաշկով հատուկ եղանակով իրենք ուրեմն փակվում են փուչիկի պես մի բանի մեջ։ Դա մեր հեքիաթներից մեկի, որ հեքիաթի մեջ։ Հիմա չեմ մտաբերի, բայց ժողովրդական հեքիաթներ։ Ինչի համար եմ ասում, որովհետև մեր ձեռագրերում, հին ձեռագրերում կա նմանատիպ ձեռագիր պահպանված, թե ինչպես են միջնադարում սուզվել հայկական լեռնաշխարհում եւ այնտեղ նկարագրվում է, որ սուզվել են նորացնի տղայոց փառով, հա, այդպես է ասում, տղայոց փառը նորացնի ծնված պարկն է, անընդհատ ուզում եմ հասկանալ, թե ինչի միգուցե տեսանելիություն են ապահովել, միգուցե ուրիշ կերպ է ձեռագրերում այդպես նկարագրվում է, թե ինչպես է այդ տղայոց փառը գլխին հագել եւ մտել։ Ճիշտն ասած, ես գնացի ծննդատուն, փորձեցի այդ փառից վերցնել եւ այդ փորձը կատարել, որպեսզի հասկանամ, թե ինչպես են սուզվել, բայց երբ տեսա երեխայի ծնունդը, արդեն քիչ էր մնում ուշաթափվեի ու շատ վատ վիճակով դուրս եկա, այդ փորձը թողեցի հաջորդ անգամի։ Հա, հետաքրքիր։ Ես չգիտեի, որ նույնիսկ հեքիաթների մեջ է եղել։ Կա կենթայիների, մեծ կենթայիների, մեծ անասունների, կովերի եւ այլն փորոտիկն են օգտագործում, որը էլի ամուր է, առաձգական եւ թափանցիկ։ Այսինքն դա փորոտիկից հանված հատուկ պարկ է, որը որ հատուկ եղանակով այդտեղ մոմ են կիրառում եւ այլն օգտագործում են։ Բոլոր այդ հիշատակությունները խոսում են այն մասին, որ մարդիկ ունեցել են շատ կարևոր գիտելիքներ եւ ջրի հետ առնչությունները շատ մեծ են։ Օրինակ, եթե գանք մեր ավանդույթներին, ապա անգամ խորենացու մոտ ունենք, չէ, հիշատակություն,
կամ մի շարք այլ առասպելներում զրույցներում Շամիրամը ուներ հուլունքներ, որոնք կախարդական, մոգական ազդեցություն էին գործում մարդկանց վրա, նրանց թմբիրի մեջ էին պահում եւ կատարում էին մարդիկ հլուհնազանդ Շամիրամի ցանկությունները։ Այդ հուլունքները Շամիրամը հավաքում է երեխաներից, ովքեր քարով խաղում են, եւ մի ծերունի, հայ ծերունի վերցնում խլում է այդ հուլունքները տեսնելով դրանց չարագործ ազդեցությունը, ինչպես չար նպատակով էր կիրառում Շամիրամը եւ նետում է Վանալիճը։ Եվ ասում են, որ Շամիրամի սերունդները առ այսօր փնտրում են Վանալիճի հատակին այդ կախարդական զորությամբ օժտված հուլունքը։ Իդեպ, քանի որ այս ամբողջ ընթացքում ես մտքումս մտածում էի ձեր ասացի մասին, հենց այն դրվագի Սասնածռերի, երբ Սանասարը մտնում է եւ ջրի տակ տաճար է տեսնում։ Եւ քանի որ ավանդազրույցը հետագայում գիտությունը միշտ արդարացնում է, ներկայացնում է, թե ոնց է եղել, միգուցե կա տաճար հիմի Վանալիճի այն որևէ հատվածում հնագույն տաճար, ոչ ասենք մեր թվագրության շատ ավելի հնագույն եւ ուղղորդում կա էպոսի մեջ, թե որտեղ կարող է լինել այդ տաճարը։ Ու եթե մենք գնանք փնտրելու Վանալիճում, որտեղ կարող ենք հանդիպել նմանատիպ տաճարի։ Նախ ասեմ, որ այո, կա։ Երկրորդը ուղղորդում որպես այդպիսին աշխարհագրական չկա, պետք է հիմնվել որոշակի աղոթհուշումների վրա։ Այսինքն պետք է գնանք քնենք Վանալիճի մեջ, որպեսզի ջուրը հուշի մեզ։ Կամ կողքը, ջուրի միջալոց հենց ջրի կողքը քնելը նույն զորություն ունի, որովհետեւ դա էլ է շատ բարձ բացատրում։ Մեր ուղեղի պարունակությունը զգալի մասով ջուր է։ Եվ օրինակ ինչ են զույգերը իրար լավ հասկանում, երբ որ գլուխ գլխի են մոտեցնում, ինչեւ անգամ միմյանց մտքերը հասկանալու, լսելու ֆենոմեն գոյություն ունի, որ կանխավ հասկանում է թե կողքինը ինչ է մտածում։ Ջրերը իրար հետ խոսում են ամեն ինչից անկախ, եւ երբ որ մենք քնում ենք հոսող ջրի մոտ, ինքը պատմում է իր մասին։ Երազի միջոցով էլ կարող է ասել, թե որտեղ է այդ ամրոցը։ Բայց ես վերապահումով կմոտենամ հարցին, ցանկացած բացահայտում մեր պատմական հայրենիքի տարածքում այս շրջանում վտանգում է բացահայտված գտածոյի հետագան, որովհետեւ այդ պետությունը կարող է համապատասխանաբար վարվել, ջնջել հայկական տարրերը, վերացնել հայկական հետքը, մենք դա տեսնում ենք ամեն օր արդեն 1000 տարի եւ մի քիչ պետք է զգուշավոր լինենք։ Բացի սենսացիայից, ինչ կտա մեզ։ Իսկ եթե չենք հրապարակել ուղակի լուսանկարելու ենք լուսահոգի Սամվել Կարապետյանը, որքան կարևոր գործ էր, չէ՞, մշակութային արժեքների, այլ լուսանկարելու ենք, տեսանկարելու եւ բերելու ենք այստեղ լուր ուսումնասիրենք, ոչ թե հանրայնացնենք, այդ դեպքում արժի։ Եվ նույնն էլ մհերի դուռը, որը էլի ջրային խորհուրդ ունի իր մեջ, որքան զարմանալի չլինի, ասում է այնտեղից սև ջուր է կաթում եւ միայն մի մեկնաբանություն է, որ իբրև թե դա Քորքիկ Ջալալու մեզն է այդտեղից կաթում, բայց սև ջուրը շատ մեծ խորհուրդ ունի։ Ասեմ, որքան կենարար եւ կյանք պարգևող է անմահական ջուրը, կաթնաղբյուրի ջուրը, մեր հեքիաթներում տեսնում ենք, որ մենք ունենք նաեւ մահաբեր ջուր, որը թույն է եւ սպանում է մարդկանց խմբերին կամ ամբողջ տեղանքը։ Մեհերի փակվելուց հետո կաթում է սև ջուր, որը ոչ մահավեր զորություն ունի եւ հիմա կաթում է փաստորեն այն զավթողների տիրույթում, որոնք որ փորձել են մեզ մահ պարգևել։ Իմիջիալոց սև ջուրի շատակվում է նաեւ երբ որ Դավիթը Մսրամելիքին 2 կես է անում, ասում է թուրը ծակեց անցավ քարսում գազ հորը ջաղցիկ Մելիքին եւ հասավ սև ջրին հրեշտակը եկավ ձեռքով պահեց որ հանգարց սև ջուրը չկիսվի թուրը սև ջրին չկպնի էլի այդ նույն սև ջրի հիշատակությունը կամ մի շերտ երբ որ ջուրը կրում է մեռելային դաժան այսպես վնասարար հիշողություններ եւ դիվական ուժերը գործածում են այդ ջրի զորությունը մենք մեր ջրերը ի վերջը Հայաստանը իր անվանումներից մեկը ինչպես է կոչվում ծովինարի նար մաղադրիչով երկիր նայրի նշանակում է ջրերի առուների գետերի աշխարհ մինչև չսովորենք մեր ջրերին ընկալել գնահատել լրջագույն խնդիրներ ենք ունենալու պարզ օրինակ զուգահանակոնքի մեջ Հայաստանում առ այսօր լցվում է խմելու ջուրը եւ հայ քաղաքացին հայ մարդը
կոմունալ ջրի համար վճարում է քլորով հարստացված ջրի գումարը։ Խմելու ջրի գումար է տալիս հայ մարդը կոմունալ նպատակներով օգտագործվող ջրի համար։ Ինչու՞։ Եվ մեր ջուրն էլ մենք որ ծախում ենք, վաճառում ենք ուրիշներին, ունենում ենք լրջագույն խնդիրներ հենց տիեզերքի կողմից։ Հայի ջուրը պիտի լինի հայինը, կապ չունի կապիտալիզմա, սոցիալիզմա, տնտեսության խնդիր ունենք թե ինչ։ Հեծը հայկականացվեց, չէ՞։ Հիմա հայ սեփականատեր ունի։ Ջուրը պիտի լինի հայկական։ Եվ քանի որ մեր եթերաժամանակը սուղ է, մեր այսօրվա եթերի ուղերձը հնուց եկած մեր եւ մշտական այդ ուղերձը կյանքդ ջրի նման երկար լինի։ Սա է, որը ոչ միայն ժամանակային եւ տևողության ամբողջ մեր ազգի համար է այս ուղերձը, թող հայ ազգի, հայ մարդու, հայ երեխաների կյանքը ջրի նման, կաթնաղբյուրի կամ անմահական ջրի նման երկար լինի, բայց այստեղ երկարը ոչ միայն ժամանակային խորհուրդ ունի, այլ նաեւ երկար իր խորագիտությամբ, երկար իմաստությամբ, երկար այն փոքրիկ առվի պես, որ գետը ճեղքել զորություն ունի։ Սա է մեծագույն խորհուրդը։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսող եւ հետեւորդ հիշեցնեմ, որ մեր հյուրն էր աստվածաբան հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանը, ձեզ հետ էր Աննա Մարտիկյանը։ Այս դրական ուղերձով էլ եզրափակենք եթերը։ Մնացեք խաղաղությամբ։